Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Շնորհակալություն եմ։ Ամփոփում ենք նախորդ 10 օրերը։ Միատուրպատ բաց ենք թողել։ Եվ այսպես նորակազմ ազգային ժողովը սկսել է իր աշխատանքները, ձեր տպավորությունները 2 օր է արդեն մենք լսում ենք եւ տեսնում ենք իրենց եւ նորությունը այն է, որ ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը եւ Ռուբեն Ռուբինյանը 3 այսպիսի հայտարարությունով հանդես եկավ։ Նա ասաց, որ քաղաքական իմաստով պետք է լինի վենդետա։ Քաղաքական ուժերը պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար եւ կլինի վենդետա իրավական իմաստով օրենքի շրջանակներում։ Ինչ է սպասվում Հայաստանում։ Դե նոր ազգային ժողովը ակնհայտորեն պետք է նորովի մոտենա այն խնդիրներին, որոնք առաջացել են իշխող ուժի դեմ, որտեղ կա չլուծված հարցերի մեծ շարան եւ այդ չլուծված հարցերի հետ կապված բազմաթիվ գործողություններ կան, որոնք պետք է արվեն եւ եթե ազգային ժողովը նոր որոշել է, որ այդ գործողությունները պետք է ձևակերպել որպես քաղաքական վենդետա, խնդրեմ, իհարկե քաղաքական ուժերը պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների եւ գործողությունների բացակայության համար, բայց սա քաղաքական վենդետայի հարց չի, սա ընտրություններով է որոշվում, այստեղ բաց թողում կա։ Այսինքն քաղաքական ուժը պատասխանատվություն է կրում իր արած չարածի համար, ընտրությունների ժամանակ մարդիկ գնում են եւ ասում են լավ է սարը, վատ է սարը։ Հիմա եթե ենթադրենք, որ նախորդ անգամ նույնիսկ պարտված պատերազմի պարագայում իրանք ունեն սահմանադրական մեծամասնություն, այս անգամ չունեն, նշանակում է ժողովուրդը գնահատել է իրենց գործողությունները բացասական։ Ավելի վատ, քան նախորդ անգամ, հա։ Բայց հիմա խոսում են վենդետայի մասին։ Դե վենդետան դա իրանց անելիքը հաշվեհարդար։ Վենդետան հա հաշվեհարդար է, ասենք, բայց դա քաղաքական ուժի հանդեպ որ անում է, դա վենդետա չի։ Դա նորմալ քաղաքական պայքար է հիմա, դու իրան կարաս ձևակերպես որպես վենդետա, անունը դնես վենդետա, կարաս անունը դնես, ասենք, բեյսբոլ, բայց դրանց ոչինչ չի փոխվում, իրանց գործիքակազմը, այսինքն եթե իրենք չեն պատրաստում 37 թիվ անել, ասել, որ իրենք սրանց հետո բոլշևիկ են կամ Մուսոլինիի ֆաշիստներն են ու բոլորին պետք է ուղարկեն Եթովպիա, ասենք, ինչ է, անունը ինչ ուզում ես դիր։ Օրենքի շրջանակներում։ Դե ասել է օրենքի շրջանակներում, հետեւաբար եթե օրենքի շրջանակներում հասարակ պայքար է գնում։ Ուրիշ հարց է, որ եթե օրենսդրական վենդետան էլ հայտարարել է անիմաստ, այսինքն ինչ դուք նախորդ 5 տարին օրենքը շրջանցելու ձևեր գիտեիք, որ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեին, բայց դուք օգնում էիք, որ իրանք պատասխանատվության չենթարկվեն, այսինքն քաղաքական դիլետանտիզմի բաներ կան, տարեր կան ստեղ։ Եթե օրինակ ընդդիմությունը լիներ ընդդիմություն ոչ թե պատահաբար Ռուսաստանից, ասենք, ֆինանսավորված մարդիկ, եւ որոնք որ ընդհանրապես բան չունենան, իրանց քեպեից թույլ են, հա, սա ֆանտաստիկ նյութ է, որպեսզի ազգային ժողովում կանչեն ասընթաց էլեմենտարի պատը, այս ինչ նախորդ 5 տարին բան չեք արել, ձե գիտեիք, որ հանցանք կա, չէիք անում, այդ հանցանքի դեմ ոչ չէիք պայքարում, չէիք պատժում։ Այսինքն հայտարարությունը, որ ինքը իրանով ոնց որ թե մարդիկ գնահատել են դրական, ինքը իր մեջ պարունակում է բազմաթիվ դիալեկտիկա, ինքը իր մեջ պարունակում է ինքնախոստովական այդ բաներ, ինքը ասում է, որ եղբայր, մենք նախորդ 5 տարին ոչինչ չենք արել։ Ինչի՞ չեք արել։ Հիմա մեկ ասма խիղճը կորցնի կանչի ասի, բա նախորդ 5 տարին ինչի՞ չեք ձեռնարկել։ Լավ, մենք նախորդ շաբաթ տեղեկացանք, որ Ծառուկյանից եւ իրեն շրջապատող հարազատ բարեկամներից բռնագանձումներ են եղել, բռնագրավումներ են եղել։ 75 անշարժ գույք Ծառուկյան, Գագիկ Խաչատրյանը, Մաքսային պետկոմիտեի նախագահ, որը եղել է նաեւ նախ 193 անշարժ գույք, սա ինչ 193 է, դուք եթե կարող եք մեկնաբանել, խնդրեմ, Քոչարյանից 2, Քոչարյան եւ ուրեմն իր շրջապատից, իր բարեկամներից երևի թե 22 անշարժ գույք։ Սա պետք է դիտարկել տնտեսական դնել տնտեսական վենդետա
իրավական վենդետա, սա վենդետայի տրամաբանության մեջ է պետք դիտարկել։ Վենդետայի տրամաբանության մեջ sense է, օրինակ վերցնում եք 3 հոգու անուն անտավ տրվել այնտեղ, դիշում եմ այդ բանը, ինչ որ բավական մեծ գումարներ, ինչ որ Հա, մեծ ցուցակ էր, ես պարզապես առաջին այսպես։ Հիմա տեսեք, այդ անշարժ գույքերը ակնհայտորեն դա կադաստրի վկայականով է գնում։ Այսինքն եթե օրինակ, չգիտեմ, մեկը շենք է կառուցել, այդ շենքի ասենք 30 բնակարանը գնում է այդ ցուցակում որպես 30 անշարժ գույք, բայց ինքը մի շենքի մեջ է, հա։ Բայց սեփականությունը իրենն է։ Դե եթե իրանից են բնդականցվում, ուրեմն իրանն է։ Ասենք դե բարձա չէ, ասենք գոնե այդ մասով պետքա որ ինչ-որ մեքենա լինի կամ ինչ-որ մի օֆշորի վրա գրանցված է, բայց բնակարանների վրա են գրանցված։ Հարցը չի, բայց օրինակ նույն Ծառուկյանի մոտ Երևան քաղաքը ապականած շինություններ կան, հա։ Այն որ պետությունը դա վերցնում է, դա չի նշանակում որ լավ է։ Ասենք կան բաներ Երևանը այլանդակած նույն Խաչատրյան Գագոյի անվան հետ կապնված, հա, քաղաքի կենտրոնում, փոքր կենտրոնում հենց այլանդակություններ կան, որոնք որ հիմա ինչ որ բռնագանձել եք, ինչ պետք է դրանք մնան։ Հա, պետք է մնան։ Դա ուրիշ թեմա է արդեն։ Դե բա, հիմա լավ ուրիշ հարց տամ։ Խաչատուր Սուքիասյանը չկա այդ ցուցակում։ Ոնց է լինում, որ չի լինում։ Չէ, դեռը չի, ոնց է լինում, որ Խաչատուր Սուքիասյանը չի լինում այդ ցուցակում։ Այդտենց ոնց է լինում։ Չկա հա անշարժ գույք, որը կասկածելի է, որ Իրանն է։ Գործողություններ չկան, որ այդ կոնգլոմերատի հետ է կապված սիլի։ Այսինքն դուք ասում եք ընտրովի է կատարվում։ Ես ասում եմ, որ քաղաքական դեմ պայքար է գնում։ Այո, սա օլիգարխների դեմ պայքար չի։ Ահա։ Ինչ է սա։ Սա հենց այնա ինչ որ կոչվում է քաղաքական վենդետա ոչ օրենքի շրջանակներում։ Կաման։ Այսինքն սա ուղղակի իրանց համար վտանգավոր հայտարարված քաղաքական ուժերի դեմ պայքար է։ Ու սա ամենախնդալն է, որ այդ լավ է, որ իրենք սա անում են։ Այսինքն այդ քաղաքական ուժերը, որոնք հիմնականում բանին, լավ է, որ վերցնում են։ Բայց իրանց համար սա շատ ավելի ծանր է լինելու, ստեղ եմ ասելու, KP-ն, հա, KP-ն։ Նիկոլ Փաշինյանը անիծելու է այն օրը, որ ինքը հաղթեց այս ընտրությունները։ Մեծ տարերով ինքը իր տան պատերին գրելու է, որ ինքը անիծում է այն օրը, երբ որ կարել է այս ընտրությունները, որովհետև ինքը պատրաստ չի այս ժամկետին։ Այս կադենցիային քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր ամբողջ ինտելեկտուալ, քաղաքական, տնտեսական պոտենցիալով պատրաստ չի։ Բացեք։ Պատրաստ չի։ Ինչով պատրաստ չի։ Ոչ մի բանով։ Իրանց հայտարարված ծրագրերը, որոնցով իրենք գնացին մինչև ընտրություններ, բաները, օրինակ, չգիտեմ, բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացում, թոշակների բարձրացում, բժշկական ապահովագրություն, բանակի մոդեռնիզացիա, ոչ մի կետով իրանք պատրաստ չեն, իրանք չունեն ինտելեկտուալ, տնտեսական, քաղաքական պոտենցիալ այդ ամեն ինչը անելու։ Իրանք չունեն պոտենցիալ Ռուսաստանի դեմ դուրս գալու, իրանք չունեն պոտենցիալ Եվրոպա գնալու, իրանք ուղղակի ինչ-որ մի նավակի մեջ ջրի հոսանքի արագությանը համընթաց գնում են, ոչինչ չեն անում։ Այդ ինչ ջրի հոսանք է։ Դե հիմա հələ որ լավն է, գնում է դեպի նույն смысле այնտեղ որտեղ մեզ պետք է Ռուսաստանը թուլանում է, ասենք այդ գնում է դեպի Եվրոպա, բայց դա չի նշանակում, որ այդ լավ է։ Ասենք տնտեսական աճը, եթե դուք բացում եք, ասեմ պետական ձեռնարկություն բաների Պետական վիճակագրությունը վիճակցարայության բաները տվյալները որ բացում եք, նրանք ովքեր գիտեն բանի վիճակագրության այդ թվերը ոնց նայել, դուք կտեսնաք, որ ոչ մի բան այնտեղ չկա, ոչ մի տնտեսական աճ չկա։ Տնտեսական ակտիվության կարծեմ 7-7% տվեցին։ Տնտեսական ակտիվության 7%-ը որը որ կա, հա, բայց հետո որ նայում ես իրական աճի թվերը, այնտեղ տեսնում ես 1.1 1.8 Եվ նայած ոչ ոլորտը, հա։ Չէ, ընդհանուր։ Ինչպես է 7-7-ը 1 չգիտեմ ինչ։ Դե որովհետև հաշվարկի ամեն մի ցուցանիշ, որը վիճակցարայություններ հապարակում է, ունի իր նպատակները եւ ինքը ծառայում է իր սենց ասեմ, ամեն մեկը իր վերլուծական ապարատը ունի եւ համապատասխան վերլուծության համար է օգտագործվում։ Օրինակ քաղաքական վարկանիշները, որոնք հրապարակվում են մինչև ընտրությունները, դրանք Հայաստանում, որոնք որ հրապարակվում են, դա հիմարություն է։
որտեղ վարկանիշը հրապարակվում է առանց դուրս բերելու են թվերը մարդկանց, ովքեր չեն գնալու, ովքեր հրաժարվում են, այսինքն դու ոչ բան չես դու ստանում ես 15% ես տեսնում։ Այդ 15 չի, հա, այդ ասենք եթե վերցնես ով է գնալու ընտրությունների, ով է պատրաստ գնալ ընտրությունների, նրանք ովքեր պատրաստ են գնալ ընտրությունների, դրանցից որ մասն է ասում կոնկրետ կուսակցության անուն, որտեղ եթե թվերը հանում, եթե բան ես անում, այդ ամեն ինչը մաքրում ես, ֆիլտրում ես եւ ըստ դրա ես կշիռները տալիս եւ հրապարակում, այդ դեպքում օրինակ ստացվում 15%-ը դառնում է 60, իսկ 4%-ը դառնում է 0։ Այդտենց է։ Ըստ հարցվածների են ասում։ Դե ըստ մասնակիցների են ասում, ըստ հարցվածների, դա բարդ պրոցեդուրա է։ Տվյալների ընդհանրացումը եւ վերլուծությունը ամեն մեկի բանը չի։ Մեր փորձը ինչ ցույց տվեց, եթե սոցիոլոգիական հարցումների մասին ենք խոսում, այ հիմա նոր ընտրություններ եղան եւ մենք ունեինք Մեր փորձը ցույց տվեց, որ այն թվերը, որոնք որ հրապարակվում էին, կատարում էին այն գործառույթը, որ հիմնականում հարցումների այդ հրապարակվող հարցումների հիմնական գործառույթն է։ Իրանք փորձում են ձևավորել հասարակական կարծիք։ Իրանք չեն տալիս հասարակական կարծիք։ Այսինքն դա պրոպագանդա ամերիկացիները, որ հրապարակում էին, այդ NDI, հա, այդ սահմանը, բարձրավոր իրենք շուտ բան էին փորձում անում ինչ։ Ասենք դու տեսնում եք, չէ՞, որ Այսինքն դա սոցիոլոգիայի հետ ոչ մի կապ չունի։ Հարցումները տեսեք։ Դա մանիպուլյացիա է, հա։ Հասարակական շատ հարմար է, մարդիկ անուն են դնում, որ դա սոցիոլոգիական հարցում է։ Կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունները էմպիրիկ։ Դրանք մեր կոպիտ ասած գիտության շատ փոքր մասն են։ Շատ փոքր։ Տվյալների ընդհանրացումը վերլուծությունը այդ ուրիշ պատմություն է։ Այդ մասը կարան օգտագործեն լրագրողները օրինակ։ Հա իրանք մեկ-մեկ անում են, այն որ տեսնում եք, իրանք որ շփոթում են, մենք սոցիալական հարցում ենք անում, մենք sense բաներ ենք, այսինքն իրանք չեն պատկերացնում, կացիգարելն ապարատը ոնց է փոխվում դրանից։ Նրանք ովքեր ասում են, որ սոցիոլոգիական հարցում են անում, նենգաբար ստում են, որովհետև իրանք անում են քաղաքական հարցում։ Դրանք տարբեր բաներ են։ Սոցիոլոգիական հարցումների բովանդակային մասը մի փոքր ուրիշ է։ Երբ որ դու հասարակությունն ես ներկայացնում, ոչ թե հասարակության որոշ մասի քաղաքական ձգտումները։ Բացի դրանից հեռախոսային հարցումներով չի արվում այդպես բան։ Այդ բազմից խոսել եմ։ Մարդ զանգում է ձեր բջջային հեռախոսին, ասում ենք անանուն հարցում ենք անցկացնում։ Ինչքան անջատված պետք է լինես աշխարհից, որ հավատաս, որ դա անանուն է։ Բջջային հեռախոսից է զանգել։ Հայաստանում կարող ենք արձանագրել, որ Հայաստանում սոցիոլոգիական հարցումներ չկան, նպատակային ոչնչացվել են ֆակուլտետի հետ միասին, շատ կոնկրետ Ռուսաստանի պատվերով, համ ֆակուլտետն է ոչնչացվել, համ հետագայում ոչնչացվել են բոլոր այն հնարավոր բաներ, որոնք կանեն անեն հետազոտություն, հիմա չկա։ Եվ դրա բացակայությամբ կարելի է բացատրել այն, որ դուք կարծեմ եւս մատնանշում եք, որ Ռուսաստանը թերի ինֆորմացիա է ստանում Հայաստանի հասարակության մասին։ Չէ, Ռուսաստանը թերի ինֆորմացիա է ստանում, որովհետև իր գործակալական ցանցը ալկոհոլիկներ են, որոնք ուղղակի զեկուցում են, փողը ստանում են գործողություն անելու, իսկ զեկուցում են ըստ այն արդյունքների, որը պետք է ստացվեր։ Այսինքն իրան ունեն KPI, իրանք ամեն երամսյակը մեկ ուղարկում են, որ իրանի արել են ինչ որ։ Իսկ Փաշինյանը ինչպես է ստանում Facebook-յան իր ելույթների տակ մեկնաբանություններից։ Երևի, այն ինչ որ Փաշինյանը ստանում է այն իր հակադարձ կապը, իրան թվում է, որ ինքը գնում է գյուղ մանա գալի շլապով բան տենց, իրան թվում է, որ դա հակադարձ կապ է, ոչ դա հակադարձ կապ չի։ Ինքը չի ստանում, ինքը չգիտի ինչ է կատարում։ Ինքը որ իմանա ինչ է կատարում, ինքը խնդիր չէր ունենա համանդրական մեծամասնություն վերցնելու։ Դե կա կարծիք, որ ինքը հատուկ չի ձգտել դրան։ Այդ դավադրական տեսությունները, այո, իհարկե, իսկ երկրագունդը կառավարվում է ռեպտիլոիդների կողմից, անպայման, հատուկ է արել։ Թրամփը իդեպ հետաքրքիր նկար է հրապարակել, տեսել եք ռեպտիլոիդի հետ նա քայլում է։ Դա ինչ է։ Թրամփի մոտ արդեն շիզոֆրենիա է։ Լավ, այդ ռեպտիլոիդների թեման այսպես լիրիկական զեղում էր։ Փաշինյան Մոսկվա փոխհարաբերությունները։
ով է ում դեմ սրում հարաբերությունները, ում հետ սրում հարաբերությունները, Փաշինյանը Ռուսաստանի հետ է սրում, ինչպես շատերը Հայաստանում են մատնանշում եւ ահազանգում, որ Փաշինյանը սրում է հարաբերությունները Մոսկվայի հետ, ոմանք էլ ասում են Ռուսաստանն է սրում հարաբերությունները, Ռուսաստանը ակնկալում է, ով ում դեմ եւ ընդհանրապես սրելու մասին կարող ենք խոսել թե չէ եւ նպատակը ով ում հետ է սրում եւ ինչ նպատակով։ ինձ մոտ այնպես տպավորությունա Ռուսաստանը ընդունելով Նիկոլին որպես օքեյ Հայաստանի ման, հա, ինքը ակնկալում է, որ Նիկոլը պետք է ինձ անի, որ Հայաստանը չգնա դեպի եվրոինտեգրման ակտիվացում։ Իրենք չեն հասկանում, որ դա հնարավոր չի։ Չեն հասկանում, որ Նիկոլից կախված չի ընդհանրապես։ Եվ իրանք կռիվը Նիկոլի հետ հենց էդ է։ Իրանք ոչ թե Նիկոլի դեմ են, այլ իրանք բավարարված չեն այն քայլերի քանակով եւ որակով, որը Նիկոլը անում է, որպեսզի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չգա։ Այսինքն իրանք ակնկալում են, որ Նիկոլը պետք է ինձ անի, որ իրանք դուրս չգան։ Okay, Նիկոլը ինչ որ բաներ անում է, բայց չի կարող, որովհետեւ ինքը նաեւ սահմանապահական Ռուսաստանը չի կարող տնտեսապես օգնի։ Շուտ քեշ գումարներ են պետք, որովհետեւ գլխից վերև հայտարարություններ են արել, գլխից վերև ծրագրեր են սկսել, որոնց ֆինանսավորել է պետք։ Այդ ֆինանսավորում գալիս է Եվրոպայից։ Բաց դրանից ակնհայտորեն Հայաստանը չի կարող հայտնել պատժամիջոցների տակ։ Եթե Հայաստանը հայտնվեց պատժամիջոցների տակ, ընդհանրապես կտրակի ես երկիրը։ Դա հասկանում են։ Դրա համար ստիպված պետք է յոլա գնան, ինչ որ մի ձև։ Քանի որ չունեն բարոյական ողնաշար, իրանք պատրաստ են յոլա գնալ լուբոյ ձևով։ Ասենք Տրամպի հետ լավ լինեն, հետո լավ լինեն Եվրոպայի, հետո լավ լինեն արաբական շեյխերի, հետո լավ լինեն, չգիտեմ, նրա, հետո երրորդի, հետո չորրորդի, անպայման Ռուսաստանի բան առանց դրա չի լինում, բան չուսան։ Է ողնաշար չունեն։ Սենեկայի ասածն ասում է, եթե դու չգիտես ուր ես գնում, դու կամի չունես, որը քեզ օգնում է։ Նա ասում է, ես բոլոր տեղերներ գնում եմ, Սենեկա կարդալ չգիտի, դա смысле լավ նորմալ է, բալանսավորված, 2,500 տարի առաջ էլ դա այդ բան հայտնի է, որ եթե այդ խնդիրը, եթե դու փորձում ես բալանսավորել, վերջը վատ է։ Ոչ մեկին եթե քո կշիռը միջազգային հարաբերություններում այնքան չի, ոնց որ ես եմ սիրում ասել, եթե դու հավելալ երկու տանկային կորպուս չունես, որը կարած տնես նժարի ես մասին կամ գես նժարին կամ նժ, դու ոչ մեկին չես հետաքրքրում որպես բալանսավորող։ Դու ուղղակի բան ես, ճնճղուկ ես։ Լավ, Փաշինյանը ասում է, ես դեմ եմ Ռուսաստանին։ Այո, նա ասում է, էքսկլյուզիվ հարաբերություններին ես դեմ եմ։ Այժմ Հայաստանը պետք է, ում է պետք Հայաստանը, հիշում ենք Լուկաշենկոյի հարցը եւ Փաշինյանը չգիտես ինչու պատասխանում է հերակա Լուկաշենկոյին։ Հայաստանը պետք է եւ թվարկում է այն պետությունները, ում հետ գործընկերային ռազմավարական գործընկերության պայմանագրեր կան Չինաստանին, Միացյալ Նահանգներին, Իրանին, Եվրամիությանը, Վրաստան, Ֆրանսիա, Լեհաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա։ Պայմանագրեր դրանցից եթե չեմ սխալվում, մենակ Ֆրանսիայի հետ են Եվրամիության Միացյալ Նահանգների հետ են Խարտյանն Միացյալ Նահանգների հետ խարտիա պայմանագիր չի Միացյալ Նահանգները ընդհանրապես իրանց մոդելը չի ենթադրում պետության ներգրավվածությունը բիզնես ոլորտում հետեւաբար Միացյալ Նահանգների հետ դու չես կարող նման բաներ կնքես Միացյալ Նահանգների հետ կարաս կնքես ռազմական բան որը կարող վերածվի օրինակ չգիտեմ որ քեզ Patriot տան բայց քանի որ դու ռազմական ոլորտում Eagle Partner-ից բացի ոչինչ չես անում, իսկ վերջի Eagle Partner-ը вообще Ֆրանսիա-Հունաստան Կիպրոս էր, շատ փոքր ամերիկյան ներկայությամբ, դա փաստորեն նշանակում է, որ դու ընդհանրացված ես, ավելի շուտ դա այտենց նոր ՆԱՏՕ-յա, քան զուտ Ամերիկա։ Ինչ եմ ուզում ասեմ, այնտեղ պայմանագիր եւ խարտիա դրանք տարբեր բաներ են։ Ամերիկայի հետ վերջի եթե Տրամպին նայես, եթե մենակ Բլինկենի ստորագրածել էին, ելը կարելի էր բան անել, բայց ոնց որ Տրամպի հետ եկել են որ ասում վատ տենց բան կա, լավ, ինչ որ վերաձևակերպել են, իսկ Տրամպը ամեն բանի փաստաթղթի վերջում գրել է տվել, որ դա ոչ մի դիվանագիտական իրավական եւ բան հետևանք չունեցող փաստաթուղթ է, ոչ մի կշիռ չունի։ Այնտեղ հարցը դու ինչ ունես ընդհանրապես էլ։ Չինաստանի հետ ինչ ունի։ Չինաստան չգիտեմ ինչ ունի։ Կարող է հուշ գաղտնի պայմանագրեր ունեն, որոնք վերաբերում են ինչ որ ոլորտի, բայց դա լավ չի։
Բայց ամեն դեպքում ունեն լավ է, դա բան չասի։ Լավ, հիմա էքսկլյուզիվ հարաբերություններ։ Խոսքը գնում է Ռուսաստանի մասին, հա, ասում է պրոբլեմը նա է, որ Ռուսաստանը մենք գնում ենք, մենք Եվրամիության հետ լավ հարաբերություններ ունենք, մենք այսքան երկրների հետ լավ հարաբերություններ ունենք, եւ դուք ինձ հարցնում եք, ինչու Ռուսաստանը, ինչու է Ռուսաստանը նեղսրտում։ Պրոբլեմը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ասի այն ինչ որ վաղուց արդեն պահանջում է Հայաստանից, որ Հայաստանը չի համարում Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, Հայաստանը համարում է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի իր բոլոր գործողությունների համար սկսված Արցախի շրջափակում, պայմանագրերի չկատարում, չգիտեմ նույն երկաթգծի, то есть Ռուսաստանը պատասխանատվության կանչի։ Էտա պետք է, այսինքն այնտեղ չի կարելի մնալ թփրտալ այդ նույն ջահին։ Սրանում հարցը, այսինքն դու ում հետ ուրիշ ինչ ունես, դա ոչ պիտի չի հետաքրքրում, դու չունես հաշվետվություն տալու առավել եւս Ռուսաստանին հերրակա պատասխանելու Լուկաշենկոն։ Լուկաշենկոն ում շումն է։ Նիկոլը ասում ես պատասխանում եմ, բայց Նիկոլը մեզնից հարցրել է, ասենք մեզնից ինչ-որ մեկը տեղավորվում է նրա մեջ, որ ինքը Ռուսաստանի հետ հերրակա խոսում է, կամ ոչ հերրակա, հեռախոսովսկի չենք ուզում որ խոսա։ Եղբայր, Ռուսաստանի հետ ուզում են որ խոսան նրանք, ում հանդեպ դու քաղաքական վենդետա ես հայտարարել, ում կոչել ես եռագլուխ սրիկաներ, ու մուրճով բանով ընկել ես հետևներից։ Այդ միակ զանգվածն է, որը ուզում է որ դու Ռուսաստանի հետ խոսաս։ Հիմա Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ առիթը բաց չի թողում, բացատրում է թե խինքը Ռուսաստանի հետ լավ չի։ Նորից եմ կրկնում, Ռուսաստանի հետ լավ լինելու ընտրազանգվածը հայտնի է։ Այդ այն փոքր մասն է, որը կոմոտ ազգային ժողովում ներկայացված է։ Դու իրանց հետ խոսալու չունես։ Իրանք ունեն իրանց ներկայությունը ազգային ժողովում։ Դու ոնց որ դրեցիր սաղ այդ Եվրաքվեի բաներին, խափեցիր, գցիր, տվեցիր ասֆալտին պռեցիր, փոխանակ նրանց պռեր, լավ, եկար ներկայացար որպես բան, Եվրամիության լավագույն բարեկամ։ Վարչապետ դարար, ոչ բարով, թե հələ չես դարը, չգիտեմ։ Ու հիմա դու նորից խոսում ես Ռուսաստանից։ Եղբայր, Ռուսաստանի մասին էլ մի խոսա, ունի Ռուսաստանը իր ներկայությունը ազգային ժողովում։ Դու ինձ պատմի, եփես դու իրականացնելու եվրոպական ստանդարտներով շինարարությունը։ Երբ ես վերցնելու եվրոպական օրենսդրությունը դնես կիրառես ստեղ պարտադիր կերպով, երբ ես դադարելու մի օլիգարխիկ ընտանիքին վերացնել, իսկ մյուսին փշի անել։ Կարաս բացատրես, այդ երբ ես անելու, երբ ես Aeroflot-ին լարելու Հայաստանից, որ կարողանաս այդ բանը որ կա Հայաստանի վրա պատժամիջոցները Եվրամիության, վերացնես։ Երբ ես դադարացնելու ներքին անձնագրերով FSB-ի եւ ԳՌՈ-ի օֆիցերների համար Հայաստանը բան օգտագործեն որ իրանք որպես աերոդրոմ պատսկոկա կան Հայաստանից գնան ուրիշ երկրներ փագի ներքին ռուսական անձնագրերով գալը թող մենակ բանով միջազգային անձնագրերով Էդի ընդհանրապես Ռուսաստանի 10%-ն է իրանք կոմոդ չեն գա կպրծնենք չես կարա չէ տենց Չսկի ձև տալյանի երգիր ես կարող օրակարգ է մցված Ռուսաստանի կողմից մի քանի թեմա երկաթգծի հետ կապված հարցը Եվրամիությունը կպահանջի Հայաստանից վիզային ռեժիմ մտցնել Ռուսաստանի հետ ասում է Ռուսաստանի լրատվամիջոցների եւ քաղաքական մեկնաբանները Բրյուսելը խոստանում է անդամություն Եվրամիության հետ որպեսի խզի Հայաստանը կապերը Հայաստանի կապերը Ռուսաստանի միջև եւ Եվրամիությունը կստիպի Հայաստանին միանալ հակառուսական պատժամիջոցներին եկեք վիզային ռեժիմից Վիզային ռեժիմը հենց այդ է Իրանց համար քրիտիկական է Հայաստանի օգտագործել որպես հետախուզական այդ գործակալական շարժի կետ Իրանք դրա համար են Հայաստանը օգտագործել Իրանք իստերիկության զգալի մասը դա Ստեղ դեսպանատան աշխատակիցների քանակը որն է իրանք բարձր չէ դիվանագետներ չեն Իրանք Հայաստանը օգտագործում են դրա համար Դրա համար էլ պետք է վերացվի դա Հասկանում եք Հայաստան գալիս է Ռուսաստանից ինքնաթիռների քանակ Իրանք փակում են զվարթնոցի օդը Այնքան է գալիս որ դու ասենք ժամանակ չու ազատ բան չունես պատուհան չունես նոր ռեյսեր ընդունելու Արա դրիկ փակ եկում եք պամուճների տա պետք Շատ հեշտ է ասում եք քանի հատ Հայաստանից է գալիս այդքան Մոսկվայից կգա Վերջակ այդ պրծավ չի լինում էլ վերջ
Չէ, ռադներդ քաշեք, իմ մարդկանց մասին էլ մի հաճացեք, իմոնք լարսով են գալիս։ Մերոնք ոտ-ոտ մեքենայով գալիս են, ինչ ինքնաթիռ ով է գալիս։ Շատ փոքր զանգված, 200-350 ստեղից դրծրեք, օրը 200-350 հայկական ավիաուղիներով թող գնա գալ։ Այս սենցա վզովա, Մոսկվա, վсё։ Սիբիրում թող հայերը չապրեն։ Չէ, դե ապրում են։ Չէ, թող չապրեն, ինչի համար։ Չապրենով չի։ Չէ, օքեյ, ուզում ես Սիբիրում ապրես, ուրեմն դու Հայաստան հայրենիք չունես։ Հարցը սենց է դրված, ուզում ես ապրես Ռուսաստանում, պետք է նստեղ ապրես, որտեղից ուղիղ չվերթ կա Երևանից։ Եթե դու ապրում ես ուրիշ տեղ, պատրաստ տեղի գաս այնտեղ, որտեղից գալիս ես Հայաստան։ Չի նշանակում, որ դու ապրում ես ինչ-որ սիկտիվ կառում, ես պարտադիր պետք է սիկտիվ կառից ռեյս ունենամ Այդ ուրիշ Հայաստան։ հարց է։ Եղբայր ուզում ես ապրես սիկտիվ կառում, պատրաստ տեղի, որ դու ժամանակ առ ժամանակ գնաս Մոսկվա, բայց հիմա նավթային այդ մշակող գործարանների ոչնչացումը, ավիացիոն կերոսինի ոչնչացումը, բենզինի պակասը, դեֆիցիտը, դիզելի, դա ավտոմատ Ռուսաստանը տրոհում է։ Նովոսիբիրսկից Մոսկվա արդեն օրը 2 ռեյս է մնացել, թե 3։ Հասկանում եք, այնտեղ Կրասնոյարսկի այդ ինչ որ կոչվում է Կրասնոյարսկի կրայ ահռելի տարածք է։ Եվրոպայի կեսի չափ տարածք է, այնտեղ ասենք տեղից 2 թե 3 քաղաք կա, որ ռեյս ունեն Մոսկվա։ Ինչի համար Երևանից ավելի շատ ռեյս կա Մոսկվա, քան Կրասնոյարսկից արա, որը իր քաղաքն է։ Այդ նշանակում է մենակ մի բան, որ այդքան կապ չկա Ռուսաստանի հետ։ Մենք այդքան կապնված չենք։ Դա ընդհանրապես նշանակում է Ռուսաստանի համար Հայաստանը հանդիսանում է բան քարվանսարայ։ Ինքը իր գործակալներին ուղարկում է Հայաստան, ինչ որ մի ձև շորերը փոխում է, կրոնը փոխում է, ինչ անում, ուղարկում է հետո աշխարհով։ Այդ սաղ մեր վզին է կոտրվել։ Չի կարա Նիկոլը սրա մասին չիմանա։ Եթե Նիկոլը սրա մասին չգիտի, ուրեմն ինքը սխալ պաշտոնի է նստած։ Ինքը գիտի։ Եթե ինքը գիտի ու դեմը չի առնում, հետեւաբար ինքը դառնում է ինչ։ Ճիշտ է, երրորդ երկրի շահերը սպասարկող անձ։ Այտենց է։ Ուզում եք մինչև վերջ, հա։ Չէ, դե հանցագործություն չկա ապացուցված։ Եթե հանցագործություն կա, դա չկա հանցագործություն ապացուցված։ Ուղղակի օգտագործում են այդ ճանապարհը, բայց դու իրանց օժանդակում ես։ Դե կապացուցենք երևա։ Չէ, իրավական դաշտում ենք մնում։ Իսկ սա, որ կստիպի Հայաստանին միանալ հակառուսական պատժամիջոցներին, այսինքն Հայաստանը երազանքն է, վաղուց պետք է միանանք։ Վաղուց պետք է միանանք։ Դա ընդհանրապես նշանակում է, որ սպիտակ մարդ ես, ոչ թե մեյմոն։ Որտեվ հիմա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանել այդ մեյմոնությունն է։ Հայաստանին ինչպես է հաջողվել մինչ այժմ չմիանալ պատժամիջոցներին։ Դուդուկը միացնելով։ Չալոն կա։ Բացեք ավելի։ Դե ինչ բաց է, մկների ժողովը չեք տեսել, ոնց են բացատրում, որ ոչ ոք չեն անում։ Այ տենց մինչև կատուն գք, ասի ասա։ Ախր բան են, մեզ մոտ ամեն ինչ կա։ Ամեն ինչ կա, ազգային ժողովը Հովիկ Աբրահամյանը ժամանակին մկների ժողովը արգելեց, որ ցույց չտան, որտեվ տենց շուտ կապեր կար։ Մարդիկ այդ կապերը տեսնում էին, սա խնդում էին։ Բայց շատ իզուր։ Այդ մուլտֆիլմը պետք է ասենք պարտադիր կերպով, չգիտեմ, ամիսը մեկ անգամ բոլոր հայկական հեռուստաալիքներով ցույց տան։ Գովազդ ենք հատարում եթերում, որից հետո տեսնենք այդ ինչ 2 միլիարդ վարձավճարի մասին են ասել Փաշինյանը եւ ամբողջ ռուսաստանյան մամուլը զնգում է այդ 2 միլիարդով, խոսքը գնում է հայկական երկաթգծի հետ կապված ինչ որ խոսակցություն է եղել եւ որ դեպքում կարող են եւ Հայաստանը եւ Ռուսաստանը դիմել դատարան ելի նույն թեմայով։ Դրա մասին խոսենք գովազդից հետո։ Գովազդի եթերում սիրելի բարեկամներ մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։
Ֆելիչե։ Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Post-ը Granada Hughes-ում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 pound-ը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ եւ այսպես հայկական երկաթգծի հետ կապված պատմությունը։ Ինչ կարող ենք ասել դրա մասին։ Ոչ մի վաղուց պետք է վերցնենք։ Դե Փաշինյանը ասում է դա պատկանում է Հայաստանին, միայն կառավարման են հանձնել Ռուսաստանին եւ կարող ենք օգտագործել երկաթգիծը այնպես, ինչպես մենք ուզում ենք։ Հիմա ի՞նչն է խնդրեմը։ Ինչա պետք է սա ստեղից դնես ստեղ կամք։ Կամք։ Դուք ասում եք այնտեղ Aeroflot, չգիտեմ ինչ։ Էդելա կամք։ Կոնկրետ երկաթգծի հետ կապված Էդելա կամք, քայլ է ուզում անի Փաշինյանը, բայց տեսեք, եկեք այնտեղից գամ, որպեսզի հասկանանք, հա, որ նույն պատմությունն է։ Aeroflot-ը որերորդ տարին օգտագործում է ինքնաթիռներ, որոնք միջազգային ստանդարտով սպասարկում չեն անցնում։ Որովհետև Aeroflot-ի նստորենզրության արգելված այլ երկրները օգտագործել որպես բազա, իսկ Ռուսաստանը արգելված է տրամադրել այն սարքավորումները, բաներ, որոնք պետք են ինքնաթիռը սպասարկելու համար։ Հիմա այնտեղ իրանք զբաղված են այսպես ասած կարնիբալիզացիայով, ինչ որ մի ինքնաթիռ քանդում են, մաս դնում են ուրիշի վրա, ինչ որ բաներ են անում։ Չինաստանից ինչ որ ջեներիկներ չէ, ինչ որ չինական կոպիաներ են բերում տարբեր սարքավորումների, ընդհանուր մինչև շարժիչների եւ այլն։ Այս ամեն ինչը արգելված է։ Քաղաքացիական ավիացիայում սա արգելված է, սա չի կարող մարդկանց հետ գործ ունենալ, մարդկանց կյանքերի, ընդ որում 11000 մետրի վրա կամ 8000 մետրի վրա, քեզ ոչինչ չի փրկի։ Նավ չի որ դնես փուճուր նավակների մեջ ասես լավ քշեք գնացեք։ Ուղղակի գնում մեռնում ես, ուսո։ Դրա համար այդ բոլոր ռուսական ինքնաթիռները իրանց արգելելը Հայաստանի օդային տարածք մտնելը կամքի հարց է։ Ոչ մի հիմնավորում պետք չի, հիմնավորում այնա, որ եղբայր, ինձ ուրեմն ինչ ես Boeing ես բանանում, ինձ այդ Boeing-ից թուղթ տուր, որ դու վերջի 6 ամսվա մեջ պարտադիր բանը անցել ես։ Կարաս ցույց տաս, չէ, հավքի հետ քո ժեշտը գնաց դից։ Բայց այնտեղ պայմանագիր չկա եւ չի արվում, այո, բայց չկա պայմանագիր։ Դե հիմա դու իրավունք ունես այատայով։ Նույն բանը վերաբերվում է ռուսական երկաթգծերին, որոնք, եթե չեմ սխալվում, փետրվարի 26-ից պատժամիջոցների տակ են, առաջի փաթեթով։ Բայդենի եւ Եվրամիության փաթեթով բանի պատժամիջոցների տակ են։ Հիմա դու որ ասես հարավային երկաթգիծ, կարաս
պատշիպնիկ փոխես։ Չգիտեմ կներեք հայերեն ոնց է։ Ինքը որ ասեց, հա, կարաս մի անգամից կանդալես, տանես 15 տարով նստացնես, որովհետև դա պատժամիջոցների բան է։ Ինքը իրավունք չունի, պատշիպնիկը համարվում է այդ 88 կոդի մեջ, հա, որը Ռուսաստան տալ չի կարելի, հայկական երկաթ այդ բանը, յուկաժդե կոչված է, հարավկովկասյան երկաթ գծերը, ամբողջությամբ պատկանում են ռուսական երկաթ գծերին իր հետ ցանկացած նմանատիպ հարաբերությունները արգելված են։ Եթե դա ստեղծվել է մի տեղից, ուրեմն դա ստեղծվել է օրենքի շրջանցելով։ Եթե ինչ-որ մեկը օրենքաշրջանց է, ինքը պետք է դատվի։ Վերջակետ։ Այսինքն դա հենց այն կետն է, հիշում եք հակառուսական պատժամիջոցների։ Հենց այդ է հարցը, խնդիրը ստեղ փորձում են տանեն ով որտեղ դատի կտա, ինչ կանի, ոնց կանի, արբիտրաժները բոլորը ինչ որ թակավորություններում են, սա պետք է ֆիքսել։ Ուրիշ տեղ արբիտրաժ չկա, այդ շատ հետաքրքիր բան է։ Ինքը Ստոկհոլմն է կամ Ամստերդամն է, ու Նիդերլանդներն են կամ Լոնդոնն է։ Կարաս Կոպենհագենը, եթե չեմ սխալվում, տանես, բայց դրանք բոլորը Ռուսաստանի հանդեպ ամենակոշտ ու կոպիտ պատժամիջոցներ մտցրած երկրներն են։ Ասենք Ռուսաստանի հույսը ինչ է, որ ես կմտնեմ, ասենք բան, Ստոկհոլմ ու կասեմ, գիտես ինչ կա այս յուկաժդեն բանը, օրենքախախտում։ Խնդիրը նա որ Հայաստանը չի մտնում, Ռուսաստանը պետք է մտնի, Չի կարա ինքը մտնի։ գործողություն պետք է անի, չէ՞։ Ինքը չի կարա մտնի։ Ռուսական երկաթգծերը, որոնք պատժամիջոցների տակ են, Բուչա Իրպենը անելու համար, որոնք զենք են տանում հասցնում, որ Ուկրաինայում երեխա մեռնի, ինչ մտնում են Ստոկհոլմ, ասում են Ածիպերյան Նատաշը, Հայաստանը ինձ նեղացնում է, ոնց է դա պատկերացնում։ Այդ պահին կարաս մտնես երկու ճապալախ տաս։ Պարոն Սարգսյան, հիմա ամենաառաջին հարցս էս Փաշինյան Մոսկվա, այսպես ձևակերպեցի, անգամ Փաշինյան Պուտին չեմ ասում, ով ում դեմ է սրում, Փաշինյանն է սրում իր հարաբերությունները Մոսկվայի հետ, Մոսկվան է սրում հատուկ հարաբերությունները Փաշինյան, եթե ինչ որ մեկը մյուսի դեմ սրում է, ոչ մեկ չի սրում։ Ոչ մեկ չի սրում։ Ռուսաստանը ուզում է, որպեսզի Փաշինյանը տանի պրոռուսական քաղաքականություն։ Ոչ մեկ, ոչ ոք չի սրում։ Նա ասում է էքսկլյուզիվ, ինչ ասեց, էքսկլյուզիվ հարաբերություններ, ես էքսկլյուզիվ հարաբերություններ Իրանից ոչ մեկ չի ակնկալում Մոսկվայում։ Իրանից ակնկալում են պրոռուսական քաղաքականություն։ Պրոռուսական քաղաքականությունը նշանակում է, որ որտեղ որ հնարավոր է, Ռուսաստանի շահերը Նիկոլը պետք է պահի։ Ինքը այդ բանով էլ ինքը սա կյանք տենց է գործը։ Այդ իր վեկտոր չփոխելը դա է։ Այսինքն ինքը պետք է անի այն ինչը որ արել է նախորդ 5 տարին։ Այսինքն իսկ հիմա իր մոտ չի ստացվում, չէ, հիմա իր մոտ չի ստացվում ուրիշ հարցը։ Հիմա եվրոպացիք եկել են ասել են էշը դու ես։ Հասկացար, արա։ Հիմա դու կանես, այնց ոնց որ մենք ենք ուզում։ Այդ Ուրսուլա ֆոն դեր Լայնը չեկավ, որովհետև տենց բան սպայկան այսպես տղեկ էին ու տենց ծիրանը մնացել էր վրեքները։ Չէ։ Ինքը ասեց էլ չսկսեք ստե հեքիաթ պատմել, որ պետք է գնանք Ռուսաստանի տակ պարկեք, որովհետև ձեր ծիրանը չեն ընդունում։ Ինչ կա սաղ տվեք, վերջի վարանտ կտանենք Աֆրիկա սոված մարդկանց։ Ինչ ունեք, սաղ բերեք։ Գիտեք ինչով բրծավ։ Գրեթե ոչ ոք չտվեցին, որովհետև սուտ էր։ Այսինքն Բա ինչ ով ինչի չտվեց Բա ինչ ենք տվել ինչ հա չտվել ենք ինչ ենք տվել Ծիրանը ծաղիկը 26 երկիր միրգը 21 երկիր միզեր Պրոստ ուղղակի ճանապարհը բացվել է որ կարան տանեն բայց նշի որ տանում են Միևնույն ժամանակ ասենք Թուրքիայից տարվող ծիրանը մտավ պատժամիջոցների տակ, որտեղ հայերենցախ գնացին Թուրքիայից թուղթ բերին, որ թուրքական ծիրանը ու տարան ընդե։ Բա վարդերը դառան պարսկական։ Այսինքն դա ինչի մասն է խոսում, որ չեն տանում Եվրոպա։ Ուղղակի այդ օպերացիա էր, որ պետք է անենց անեին, որ Եվրոպային ասեին ԱՊԿ-ներես, դուք իհարկե եկաք մեզ լավություն արեցիք, բայց մենք չենք կարա ձեր հետ ելնենք, որտեղ դες Ռուսաստանը սենց արեց, պետք է անենք նենց որ Պուտինն է ուզում։ Անդից եկավ մի հատ կուկիշ չէ, եկավ Ուրսուլա ֆոն դեր Լայնը ցույց տվեց կուկիշ։ Ասես չկա, դա չի անցնում, ինչ կա սաղ տվեք, սաղ առնում ենք։ Հիմա ինչ վիճակ է։ Այ հիմա այն վիճակն է, որ Նիկոլել չի կարող ասի ինձ Ռուսաստանը շատ է ճնշել ժողովրդի սովածապահում դրա համար կլինի մենք մի քիչ է պարկած մնանք Պուտինի տակ։ Անդից ասում են ինչ դա ճնշում։
Փող ես ուզում, առ 50 միլիոնը քեզ փող։ Ծաղիկ ես ուզում, բեր ծաղիկը, հոլանդացի կասին տվեք։ Էլ ինչ ունես, որ պետք է տանես, առանց դրա կյանք չունես, որ պետք է տանես Ռուսաստան, ջեբդ պետք է լցես, ինչ ես ուզում։ Ինչ հեքիաթ սրանք պատմեն, եվրոպացի կասեն ցենտրը։ Պատմությունը ինչ է, 5 միլիոն եվրո դու։ Ուրիշ։ Սրանք տեղ չունեն էլ եվրոպացին խապելու, ստիպված պետք է անեն ինչ որ խոսք են տվել։ Բայց ինչ որ խոսք են տվել չեն կարող անեն, որովհետև Մոսկվայից ասում են ընկեր, դու մեզ ուրիշ բան ես ասել։ Դու վեկտոր պետք է չփոխես, ասել ես մոտ չեմ փոխում ընկեր։ Էքսկլյուզիվ չի ուղղակի հարաբերությունները։ Հա, օքեյ, էքսկլյուզիվ չի, բայց վեկտոր չես փոխում, չեմ փոխում։ Վեկտորն է փոխում ինձ։ Խնդիրը նրանում է, որ Նիկոլ այնքան է սաղին սուտ խոսացել, որ Պինոկիոյի օրն է հանգե, գիտե այնքան մեծ է, որ բան անում պատին է խփում, չի կարող ոչ մի բան անի։ Ստիպված նստել է ասում է, «Եվ դոմիկի»։ Ինձ ուր տանում են, ես գնում եմ։ Ինչ Ով ես, ես փալան։ ինչ ելք կա այդ Ում համար, այդ ինչ իդեալական է։ Ասեմ ինչ ելք կա։ Շլապ եմ պետք է առնի գնա Իջևան։ Ասի բան չեմ հասկանում, ճշմարտություն ասի։ Ասի կներեք, բան չեմ հասկանում, ես շուտություն եմ արել, որ դարել եմ մի հատ էլ վարչապետ։ Անիծված լինի այն օրը, որ ես դարա վարչապետ։ Գնա Իջևանում էշ քշի։ Որտեւ ինքը պատրաստ չի իրական փոփոխություններին, որոնք հիմա տեղի են ունենում։ Ինքը չի կարա երկիրը առաջնորդի այս իրավիճակում, որ ասենք, չգիտեմ, Ուկրաինան իրանական նավ է խփում, հետո եվրոպացի հետ բարիշում է այդ նավի բանի համար։ Պատրաստ չի այս մարդը։ Չեք տեսնում, ինքը մարզերից չի գալի, որտեւ այդ իր միակ կոմֆորտնի զոնան է։ Յուղը, որտեղ միջին կրթությունը 7 տարի է, այդ միակ Նիկոլ Փաշինյանի կոմֆորտնի զոնան է։ Պլյուս լրագրողները, որոնց ասենք հալալ 80%-ը գոռում է հողատու դավաճան, իրան ձեռ է տալի, որտեղ հիստերիկություն է։ Իսկ իր լրագրողական փուլը ասում է, ինչ լավն ես դու արի քեզ մեծարենք ոտիդ տակը խոտուտ տանք։ Ոչ մեկ չի ասում, տղա ջան, դու բյուջե չունես։ Ինչի համար մցրեցիր թոշակառուների պարտադիր բժշկական ապահովագրությունը 100% իմանալով, որ այդ ամենավտանգված բանն է, խավն է։ Այսինքն իրանց 100%-ը պետք է գնան բժիշկի, ու դու դա ցարկեցիր անվճար իրանց համար։ Ու իրանք սկսեցին գնալ։ Ոնց է իր հաշվը, որ դու մի տարի չդիմացար։ Դու համակարգը չես փորձարկե, դու փորձարկման փոխարեն սկսել ես խաղալ մարդկանց կյանքի հետ։ Այսինքն դու թոշակառուին, որ ասում ես քոնը անվճար է, հետո կեսից ասում ես քոնը դարավ 25%, դու իր կյանքի վերջի տարիները ասում ես թե քեզ մի հատ հագցրինք խափինք։ Մի հատ սովետը խափեց, մի հատ ռոբը խափեց, մի հատ Սերժը խափեց, մի հատ ես խափեմ, էլ ինչ կլինի։ Հա, Լևոնը խափեց, մի հատ չմոռանանք։ Ինչով։ Դե ինչով կարած է խափել են, հիմա էլ սենց են խափել։ Ասել են սկզբից անվճար է, հիմա անվճար չի։ Այն մարդը գնաց է դիագնոստիկան ստացել է, հիմա գիտի, որ պետք է վիրահատություն անի, իրան ասում են, դե գիտես ինչ կան, հենց չի որ անվճար է այս վիրահատությունը։ Օրինակ չգիտեմ, դեղերի փողը դու պետք է տաս, կամ դեղ չկա։ Հիմա այդ մարդը ո՞նց պետք է ապրի դալիշը։ Ինչ պետք է անի։ Խափել են, չէ՞ իրան։ Դա տենց չի արվում, դու չես փորձարկի համակարգը, դու չես գնահատել ռիսկերը, դու արել ես ամեն ինչ, որպեսզի շատ ձայն հավաքես ընտրություններին, շնորհավորում եմ, հավաքել ես, հիմա ինչքան ձայն հավաքել ես, այդքան քեզ հայոյելու են, դրա համար եմ ասում, անիծելու է այն օրը, որ ինքը ընտրվեց։ Այլ թեմաներ, Իրան կատարած այցից հետո տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար ասել է, որ Հայաստանը դրական է գնահատում Թեհրանի առաջարկը Իրանից գազի ներմուծման ծավալները ավելացնելու վերաբերյալ։ Սա այսինքն Հայաստանը կարող էր եւ մերժել այդ առաջարկը։ Այդ եմ ուզում ասեմ, դուք պատկերացնում եք մակարդակը մարդկանց։ Այսինքն ով էր խանգարում ի սկզբանե 21 թվից այդ գազը բերել ու պրծնել Ռուսաստանից ոչ մեկ չի հասկանում։ Ասել եմ, կա իրանական գազ, կա հնարավորություն Ալեքսանդրետից, Ադանայից բան ստանալ, ընդեղից երկաթ գծով բերել,
Այդ դրա խաթր կբացվի։ Գազի պրոբլեմ չկա։ Լավ, պետք է դրական է գնահատում։ Մի բան է, քաղաքական մի մեծություն էլ է, այտենց որ ասենք դրական է Լավ, տեսնենք հայ-իրանական հարաբերությունները, ինչ որ դրական կամ փոփոխություն, ինչ որ բան մենք տեսնում ենք, հայ-իրանական հարաբերությունները մի քանի երկիր փորձում է փչացնել, շատ ակտիվորեն։ Նու հələ որ չի ստացվում, ինձ չի թվում որ իրանք այդքան ռեսուրս ունեն, որ ստացվի ժամանակի, իրանք ավելի շուտ կկործանվեն, քան կարողանան ազդել այդ հարաբերությունների վրա։ Հայ-իրանական հարաբերությունները դրանք հայ-իրանական հարաբերություններն են։ 6000 տարի է տևում։ Կարող ենք արձանագրել, որ այս ամերիկա-իսրայելական եւ իրանական պատերազմի շրջանակներում ժամանակահատվածում չեն վատացել, գոնե առնվազն դա կարող ենք ասել։ Չեն վատացել։ Ավելի ամրապնդվել են։ Չէ, սենց ասեմ, չեն վատացել։ Է դարձել Հայաստանը։ Այնտեղ չէ, այնտեղ Իրանի համար։ Ոչինչ չի փոխվել։ Ոնց ասեմ։ Ոչինչ չի փոխվել, սրանք շատ փոքր բաներ են։ Տրիպն է, որ համը հանում է, բայց ես զգուշացնում եմ, եթե հանգարց նույնիսկ սրանք փորձեն, տրիպը ասենք շաբաթը մեկ տրաքելու է։ Իրանը ունի բավականաչափ մարդ, ով կարան արաքսը լողալով կան, տրակացնեն գնանել։ Այսինքն տրիպի ճակատագիրը պարզ կլինի, երբ որ տրիպի ճակատագիրը պարզ է, տրիպը չի աշխատելու։ Տրիպի ճակատագիրը պարզ է, տրիպը չի աշխատելու, միջին միջանցքը չի աշխատելու։ Թուրքական ֆակտոր այս երկիր մոլորակի վրա էլ ոչ մեկ թույլ չի տալու Թամերլանից հետո։ Ոչ մեկին դա պետք չի, աշխարհում ոչ մեկին պետք չի, ասեմ ավելին, Թուրքիայի քաղաքական վերնախավի հալալ կեսին էլ պետք չի։ Այսինքն բացի մեկ պայմանական կոչված երկրից, որը 47 թվականին նստել են որոշել են, որ պետք է ստեղծվի ու իր կողմից գնված քաղաքական էլիտաներից մեկ ուրիշ երկրում ոչ մեկին պետք չի հակաեվրոպական այտենց մի հատ հրեշ երկիր մոլորակի վրա։ նկատի ունեք, հա։ Իսրայելին եւ Ամերիկայի վերնախավի մի մասի։ Հակաեվրոպական հրեշ ոչ մեկին ստեղ պետք չի։ Ոչ մեկ չի ուզում Եվրազիայում նորից ստեղծի այդ անհասկանալի գոգ-մագոգների արշավանքները։ Ինչա Նիկոլը կապել այդ տրիպից չգիտեմ, էլի եմ ասում։ Կարող է տարիներ անցնի, պարզվի, որ նաև կոռուպցիոն բան կա այդտեղ։ Կամ ապուշա վիճոկն ու զյացոկը խափել են, կամ փող են տվել, կամ իրան չեն տվել, օրինակ իր կողքին մեգա դախալչիներին են տվել։ Չէ, դե նա ասում է դա Ադրբեջանի հետ խաղաղության երաշխիքն է։ Ոչ մեկ խաղաղության երաշխիքը Եվրոպան է, եվրոպական դիտորդական առաքելությունն է։ Դու ուրիշ խաղաղության երաշխիք չունես, չես կարա երաշխավորես խաղաղություն նրանով, որ քո ռազմավարական ամենակարևոր կտորը կտրում ես, սարքում ես պրախադնոյ դվոր, դա երաշխիք չի։ Դա հանձնվել է։ Ոնց կարա դա լինի երաշխիք։ Երաշխիքը քո բանն է, Գարիկն է Պետրոսյան կորպուսի հրամանատար, որ հիմա նստած է այնտեղ։ Ժողովուրդ, մոռացեք, երաշխիքը մենակ զենքն է։ Եթե այս աշխարհով եք նայում։ Զելենսկու երաշխիքը ի՞նչն էր։ Այնտեղից ովքեր ատո էին անցել, ովքեր կանգնեցին առաջի 4-5 օրը չհանձնվեցին, որ կապը չկար Կիևի եւ բրիգադների միջև։ Ովքեր ուղղակի ասել էին առհա Պուտինին չես անցնում, դու ստե մեռնում ես։ Կամ մենք կամ դու։ Իրան-Ուկրաինա հարաբերությունների վտանգավոր զարգացումը ոնց որ թե հնարավոր եղավ կանխել, ինչ տեղի ունեցավ եւ պարզապես ասեմ, որ Իրանի եւ Եվրամիության արտգործնախարարները, այսպես ներկայացուցիչը Եվրամիության Կալասի հետ Արաքչին խոսեց, դա ահագին կարողացավ թույլատրել լարվածությունը։ Պետք է հասկանալ, որ Կիևում փոխվում է կառավարություն, բայց մինչև Ռադայի արձակուրդի գնալը Զելենսկին չհաջողվեց, որտեղ ընդ բան կար, ներքին քաղաքական ընդվզումներ կան փողոցում, մարդիկ կոնկրետ պաշտպանության նախարար են պահանջում Ֆյոդորովին։ Զելենսկին չկարողացավ նշանակել 3 կարևորագույն անձ,
Պաշտպանության նախարար, արտգործնախարար եւ SBU-ի, այսինքն ուկրաինական անվտանգության ծառայության պետին։ Այսինքն հիմա քանի Ռադան արձակուրդը, այնց հիմա այդ 3 պաշտոնները թափուր են։ Թափուրը ինչ մասը, պաշտոնակատար կա, բայց թափուր է։ Այս ընթացքում քանի բանը չկա։ Ենթադրում եմ, ոչ մի ապացույց դրա չկա, բայց որ Զելենսկին պետք է գնա Տրամպի հետ հանդիպելու, որոշվել էր, որ մի հատ բան անեն, քայլ անեն, յանի մենք էլ ենք Իրանին խփում արի մեզ ռակետ տուր, Պետրիոտի մասներ խոսքը հրթիռներ էին ուզում, явно ընտեր բազարը։ Ու մի հատ տենց դեմարշ էին արել։ Ոչ մի արդյունքի չեն ստացել, որովհետև նաև Տրամպը հայտարարեց այն ինչ որ ասել էր, որ ես ձեզ կտամ Պետրիոտի լիցենզիաներ, որ դուք արտադրեք։ Հետական չէ, հիմա տենց չի որ կտանք, 300 Պետրիոտ պակ 3, տենց չի որ կտանք, այսինքն հետա խաղացը սա։ Սա հետը Տրամպն է, ինչ։ Այս ամեն ինչի հետ միասին Զելենսկին արել գնացել էր վաբանկ։ Հիմա ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը այդ հրամանը տվել է, համաձայնեցրել է Զելենսկին։ Պաշտոնապես, որ այդ նավի վրա զենք էր տեղափոխվում։ Ինչը մեծ հաշվով եվրոպական տեսանկյունից սենց է, եղբայր, մենք էլ ենք քեզ զենք տալիս։ Հիմա որ դա սարքեն մատի փաթաթան, ու սկսեն խփել մեր նավերին, որոնք քեզ զենք են բերում։ Մեզ դա ձեռք չի տալիս։ Ոնց որ քեզ խելոք պահի։ Դու եվրոպական անվտանգային համակարգի մի մասնիկ ես, դու չես կարա անհետույքագլուխ քայլեր անես երրորդ երկրի նկատմամբ, խառնվես մի պատերազմին, որը ընդհանրապես կոնը չի։ Ընդհանրապես կոնը չի։ Հիմա դա դիտարկվում է, որ դու փորձել ես խառնվել պատերազմին, որը քոնը չի։ Դրա համար անմիջապես դրանից հետո նախորդ Բրիտանիայի նախորդ պաշտպանության նախարարը ուղղակի մեսիջ ուղարկեց, բաց տեքստով ասեց, որ մենք պատերազմի սկզբից Նետանյախուին եւ Իսրայելին պահանջում էինք, որ իրանք պրոուկրաինական դիրք զբաղեցնեն, չեն արել։ Դրանից հետո եղավ այդ բանը, որ մեմի նման գալիս է, բայց լրիվ սպասելի է, որ Ռուբիոն որ հայտարարել էր, որ Ամերիկան էլ չի ուզում համաշխարհային ոստիկանի դերը կատարի, իրան դեմ որ տենց բան կա, որ Մակրոնը պատասխանել էր, բայց դե եթե չեք ուզում, բայց Իրանում ինչ գործ ունեք։ Այսինքն դուք շիզոֆրենիկ չեք, ավելի շուտ դուք շիզոֆրենիկ եք, որտեղ դուք մի ձեռքով ասում եք, որ չեք ուզում Ուկրաինայում, որտեղ օգնեք, չեք ուզում զբաղվեք դրանով, բայց միևնույն ժամանակ Իրանում ուզում եք եւ անում եք։ Այսինքն ինչ որ միտեղ չի խոսում, դուք կամ շիզոֆրենիկ եք, կամ սուտասան։ Այդ քայլը ոչ մի արդյունքի չբերեց, ընդհանրապես ոչ մի ապացույց չկար, որ այդ նավի մեջ զենք էր։ Ասենք շատ մեծ հավանականությամբ այնտեղ հայկական վարդեր էին, օրինակ։ Որ նավեր խփին տրակեցել։ Հիմա պարզա որ Կայակալասը որպես Եվրամիության ներկայացուցիչ ունի ցանկություն, որպեսզի դա չխորանա այդ կոնֆլիկտը։ Դե հաջողվեց, եթե առաջ չի խոսել, այդ նշանակում է Իրանն էլ որտեղ Իրանն էլ է հասկանում ինչի մասին է։ Իրանն էլ է հակված եղել։ Ժողովուրդ, Իրանը ունի երկիր է, պատմություն ունեցող, դիվանագիտություն ունեցող երկիր է, ամուր քաղաքական բան ունի, Նա կարող էր ասել, ես չեմ ուզում լսել։ Չէ, իրանք ասեցին սկզբից, ասին դե քեզ խելոք բայ, որտեղ ցույց տվեցին, որ եղբայր մենք Կիև ենք տալի։ Ու Ուկրաինայում էլ ալիք բարձրացավ, դա շատ օգնեց իրականում, որտեղ Ուկրաինայում էլ մարդիկ սկսեցին գրել հիվանդ եք դուք։ Չտեսակ Իսրայելի հերանիցեցին, ասում սաղ այդ բաները այնտեղ կանգնած, այդ հրթիռներով։ Հիմա ինչ ուզում եք Կիև միատել հարավից հրթիռներ։ Այսինքն նման սա դուք ասում եք հաստատված չէ, բայց կարող է նման պրովոկացիաներ դեռ լինեն եւ ոչ միայն այս պրովոկացիա չէր, ուղղակի սա։ Չէ, կարող են լինել նմանատիպ պրովոկացիաներ։ Միանշանակ։ Ինչպես օրինակ այս Իսպանիա Մարոկո, այս ինչ է, այս ինչ։ Իսպանիա Մարոկոն էլ է նույնն է, շատ հետաքրքիր է, որ հենց որ Եվրոպան Իսրայելը խնդիրներ ունենում, ինչ որ տարօրինակ ալիքներ են բարձրանում բաների, անհասկանալի միգրանտների, որոնք լցվում են։ Այս Սեուտան պարզ է, հին պատմություն է։ Այնտեղ ընդ որում պետք եղած ժամանակ Իսպանիայի դեպ Մարոկոյում Իսրայելը նախ շատ ուժեղ է, Մոսադի մակարդակով, հենց որ դա դժվար չի կազմակերպել։ Աֆրիկայից հավաքում ես լնգուլաված թափուտքներին, ասում ես ընդ բան, սպիտակ կանայք կան մինի յուբկեքով ձեզ են սպասում, ամելիք ուտը, չեք տեմ սա առողջ տղամարդիկ են վազում։ Ինձ միշտ զարմացրել է այդ բանը, մանավանդ եվրոպական ձախերի, վայ ինչ մեղք են որն արա։ Առողջ տղամարդը, թե եթե երկիրը կառուցեն։
Ընդհանուր առմամբ ես ըստ այդ բանի առումով ես ասենք չգիտեմ Մելոնի բանի կողմնակիցն եմ, մի քիչ նույնիսկ ավելի կոշտ։ Եթե իմ սահմաններին գալիս են շուտ առողջ տղամարդկանց շուտ զանգված ավազելով գալի, ես հանում եմ գնդացիր ու սաղին փռում եմ։ Ինձ չի հետաքրքրում այդտեղ մարդու իրավունքները, ինքը չպետք է իմ սահմանը անցնի իմ օրենքը խախտելով։ Ես իմ քաղաքացուն իմ օրենքը Տարածքային հարց է բարձր։ Չէ, ես իմ քաղաքացուն իմ օրենքը խախտելով նստացնում եմ։ Ես իսկ իմ քաղաքացին չի, դրեք գնդակը արեք դու դա։ Բայց Իսպանիան ուրիշ խնդիր ունի, եթե Իսպանիան շատ կոշտ արտահայտվի, բանը, խնդրեմը որն է Իսպանիան թույլ չտվեց, որ ամերիկացիք իր օդային տարածքը եւ բազաները օգտագործեն ի օգուտ Իսրայելի, երբ որ այս բանը կար, պատերազմը, ոչ մի բան թույլ չտվեցին։ Ու Ղազայի տեսանկյունից, Ղազայի հատվածի տեսանկյունից իրենք շատ տենց հակաիսրայելական եւ պրո-հումանիտար դիրքորոշում ունեն։ Դու ինչը ճիշտ է մեծ հաշվով չի կարելի անել, ինչ որ Իսրայելը անում է Գազայում։ Հիմա եթե ինքը շատ կոշտ անի այդ միգրանտների վրա, շատ այդ իմ ասած ձևով դնի գնդացիրով գյուլի։ Իսրայելը ասել է, տեսա, դու ինձ ոչ մի բանով չես տարբերվում, արի ես էլ եմ հիմա այտենց անել։ Որտեւ իրան ուղղակի այդ մեսեջն է պետք, որտեւ ինքը տեսավ, որ Թուրքիայի չափալախը, երբ որ ինքը ասեց, Թուրքիան հայոց ցեղասպանություն է արել, թուրքերը ասին դու քեզ նա ինչ ես անում։ Այդ տեսամ որ աշխատում է։ Որ աշխարհը ասես դեպ պրինցիպի հարց չկա։ Թուրքիան արել է, Թուրքիան դրա համար պատասխան կտա։ Դու ինչ կապ ունես այդ պատմությունը, դու էլ ես անում։ Այդ նույն պատմությունն է, այսինքն հիմա Իսպանիան բավականին, Սանչեսի կառավարությունը բավականին sense երկակի բանում է։ Իհարկե Սեուտա է, դա ընդհանրապես Աֆրիկայի տարածքը, դու հանգիստ կարաս վերահսկես, որ իրանք Իսպանիա չգան։ Ուսիկն դու կարաս sense անես, որ չգան։ Որտեղ այնտեղ ինչ որ բան է, ֆերիով, լաստանավով փոխադրումներ են, ինքը կպած չի Իսպանիային, ինքը հենց Աֆրիկայում անկլավ է։ Բայց մյուս կողմից ասենք դու կարաս այդ պատը նորմալից նայեցի պատը ծիծաղս եկավ։ Եղբայր 380 վոլտով, դու կպածը մեռնի տեղում։ Դաժան բաների ասում։ Չէ, դաժանը որն է, ինչ է նշանակում առողջ տղամարդը ասենք բանս ես պետք է թամ, ինչի համար դու պետք է ես, եթե Եվրոպա ինչ անես, ում ես դու պետք։ Գնա վիզա ստացի Քանի որ մենք հետևում ենք բոլոր այդ զարգացումներին, որոնք դե այսպես թե այնպես ամեն ինչն էլ կապ ունի մեր տարածաշրջանի հետ եւ ի վերջո Հայաստանի հետ։ Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակ, Թրամփ-Իրան կրկին իրավիճակ։ Թրամփ-Իրանը պետք է դիմանանք մինչև midterm-ը։ Midterm-ից հետո նոր կարելի կլինի ինչ-որ։ Ինքը ամեն անգամ քաղաքական բաների հետ ելնելով։ Դե հիմա տեսեք, օրինակ բոլորը մոռացել են, չէ՞, որ փետրվարի 28-ով բան կար, ասենք Էփշտեյնի ֆայլերի նոր հատված հրապարակվեց։ Հետո նորից սրվեց, այդ մայիսին սրվեց նորից, որտեվ դատարանը պահանջել էր չֆիլտրված տվյալներ հրապարակել, բոլորը մոռացել են։ Բայց իրականում սա այդ Էփշտեյնի ֆայլերն են։ Այդ Էփշտեյնի ֆայլերում բավականաչափ նյութ կա, որպեսզի Թրամփին Ամերիկայի Նահանգներից առնվազն կեսում մահապատժի ենթարկեն։ Որտեվ երեխեքի հանդեպ սեքսուալ բնույթի հանցագործությունները Ամերիկայում մահապատիժ են։ Այսինքն դուք շարունակում եք պնդել, որ Թրամփ-Իրան այս պատերազմը, որը կոչվում է պատերազմ, կամ հարաբերությունների ալիքաձև փոփոխությունները կապված են այնուամենայնիվ Էփշտեյնի ֆայլի։ Միանշանակ, որտեղ մենակ Թրամփը չի, դա ամերիկյան վերնախավի մի մասն է, որոնք մանկապիղծ են, պեդոֆայլ են։ Ու այդ PDF-ների այսպես ասած պատմությունն է։ Խիստ սրացում։ Հետաքրքիր է Ռուբիոյի ձևակերպումը, նա ասեց Իրանում պետք է ռեժիմը փոխվի, բայց նա կարող է չփոխվի, բայց փոփոխվի։ Ռուբիոն մի հատ թողել է 4 համար մեծ կոշիկը փոխի նորմալ կոշիկի, թե չէ մանագալի ոնց որ բանը նույն բուրրածինոյի պես է մանգալի։ Երիկ եղավ բոլեր ավելի ասել։ Այսինքն նրա կոշտ չի կարելի լուրջ ընդունել այդ մարդկանց, ոչ Ռուբիոյին, ոչ Բայց մենք Միացյալ Նահանգների մասին պետք է խոսենք։ Տեսեք, ես ասում եմ Թրամփ-Իրան, Ռուբիոն է ասում, բայց Միացյալ Նահանգներն է, չէ՞։ Միացյալ Նահանգները մենք կարողանանք փորձենք հասկանալ այն ժամանակ, եթե midterm-ում ինչ որ բան փոխվի։ Հիմա դուք Միացյալ Նահանգ չունեք։
Միացյալ Նահանգները հիմա չկան։ Կա ինչ-որ մարդ, ով եկել է իշխանության, ապական է այլանդակ է քանդել է ամբողջ համակարգը, արտաքին քաղաքականության, հումանիտար ոլորտի, ներքին կառավարման, բոլորը մոռանում են, թե ինչքան բան Մոսկվա ոչնչացրեց Ամերիկայում։ Ուղղակի ոչնչացրեց։ Վետերանների միություն, բան, այդ կլիմայի փոփոխության դեմ պայքար, պետական դեպարտամենտի վերլուծական բաժիններ։ Այդ բոլորը ոչնչացված է։ Հիմա չկա Միացյալ Նահանգներ, որը որ մենք գիտենք։ Բայց ասում են Միացյալ կայուն կառույց է, այդտեղ կարևոր չի ով է նախագահը։ Արմենն էլ էր ասում Հովհաննիսյան, տենց երջանկայի շատ։ Ասում էր ժամանակը կգա, հետ կպտտվի։ Ինքը ասում էր, որ օրինակ Տրամփն ու Մասկը իրար կրծելու են։ Ճիշտ դուրս եկավ, հա, կրծեցին։ Բայց այդ ժամանակա պահանջելու։ Հիմա մնացել է մենակ այն ամենա ողնաշարային մասը, որը որ դատական համակարգն ամենակոնսերվատիվն է, որը մի կերպ պայքարում է։ Ֆեդերալ կառավարման համակարգում ոչ մեկ նախագահի դեմ չպայքարեց։ Նաև որովհետև ալտերնատիվն է վատը համակարգի։ Որովհետև ձախերն է իրանց հերթին դեմոկրատները մի այլանդակ է նրանք են, էլի, մեկ-մեկ նս բաներ են անում, ապշում ես, ասում։ Այսինքն այնտեղ համակարգը իրոք ճգնաժամ է ապրում։ Բայց քանի որ Տրամփը հիմնվում է անգրագետների վրա, իսկ անգրագետները գրագետներից շատ են, այս անգրագետները խեղդում են։ Միշտ բան կա, կանոն կա, երբեք մի թերագնահատեք հիմարների քանակը եւ հզորությունը։ Ու ընդհանրապես հիմարները ամենահզոր մասոնսկի լոժան են, իրանք ամենտեղ կան։ Ռուս-ուկրաինական ճակատ Լավրովի վերջին ձևակերպումը հետաքրքիր էր, նա ասում է հայտնվել է նոր կարգախոս Ռուսաստանի դեկոլոնիզացիա։ Փորձում են քանդել, տրոհել, նախորդ անգամ դա Խորհրդային Միությունն էր, բայց այդ ժամանակ Ելցինը շատ աչալուրջ գտնվեց, խելամիտ գտնվեց, նա այսպես Պուտինին բերեց։ Մենք կարողացանք փրկվել, բայց հիմա էլի նորից դեկոլոնիզացիայի ճգնաժամի հարցն է, որը անխուսափելիորեն գալիս է եւ ակնհայտորեն այդ դեկոլոնիզացիան տեղի ունենում ոչ թե դրսից, այլ ներսից եւ հիմնական խնդրումը նրանում է, որ տարածքը շատ մեծ է։ Լրիվ օբյեկտիվ է։ Տարածքը մեծ է։ Եվ գումարները, որը գեներացվում է, անհավասարաչափ են ծախսվում, էլ բաշխվելը էլ մի կողմ, բաշխվելուց կարաս նենց անես, որ էլ մի քիչ հավասարաչափ ծախսվում է սահանդել, Մոսկվայում, Պետերբուրգում, այսինքն նույնիսկ, եթե սենց վերցնենք Կրասնոդարի կողմը, այդ բանը, որ կոչվում է Սևահողի այդ բանը, իրանք նույնիսկ չեն ստանում բավականաչափ միջոցներ հիմա, որ շատ իրանց պետք է, որտեղ միակ կերակրողը դրանք են, որը գնում է բանակին, ինչը նշանակում է մոդելն է սխալ, չկա ոչ մի զարգացում առողջապահության ոլորտում, կրթության ոլորտում, մշակույթի ոլորտում, ոչինչ չի ստեղծվում, այսինքն չկա պետության մեջ ապրելու ցանկություն, հա։ Հայաստանում օրինակ այսքան որ մարդիկ բան են անում, բայց միևնույնն է, Ռուսաստանից մարդիկ գալիս են ապրոսում ոնց ստեղ սենց բան կա, սենց բան։ Այսինքն եթե համեմատում ես Ռուսաստանում ապագա չկա։ Այսինքն ստեղ ինչ-որ մի բանի համար պայքարում են, հա, ինչ-որ մարդիկ, թողենք մի կողմ նրանք ովքեր պայքարում են, որ Հայաստանը դառնում Ռուսաստանի գուբերնիա, դրանք ապուչ են։ Բայց ինչ-որ մի հնարավորություն կա զարգանալու, ինչ-որ մի բան կա, որ դու կարող ես այդտեղ բիզնես սկսես ու այդ բիզնեսը բանան։ Դու հիմա գիտես, որ 2 տարուց լինում է բան, վիզաների ազատականացում, հետո ինտեգրում եվրոպական ֆինանսական եւ բանկային շուկայի հետ, հետեւաբար դու կարաս այդտեղ բիզնես տնես այդ 2 տարին օգտագործես զարգացնելու վրա, հետո դառնաս եվրոպական նոր ընկերություն, օգտագործելով քո սահմանային կարգավիճակը, Global Gate-ը, դառնաս այն կապողողակը, որը հայկական բիզնեսը միշտ եղել է, նույն նոր Ջուֆայի կամ Իսֆահանի հայկական այդ համայնքը, որ բրիտանական կայսրության համար բանից Կալկատայով, Սինգապուրով, Շանխայով, Մակաոյով աշխատել է մինչև Ճապոնիա։ Եվ հիմնական ողնաշարն է եղել բրիտանական ֆինանսական հոսքերի։
այս տարածաշրջանում, հա, այն ժամանակ դե Բրիտանիան ամենակարևոր երկիրն էր, նու այդ տարածաշրջանի բանով։ Հիմա նույն բանը կարա լինի Հայաստանը, հիմա ով է արկել։ Բոլորը հասկանում են, որ հիմա սկսել դե բիզնեսը դնես 2-3 տարուց հետո քո բիզնեսը դառնում է նորմալ, լավ 3-3.5, հա, այդ ընթացքում ինքը նորմալ աշխատեց։ Էլի դժվարություններով, էլի շլապով մարդը չի թողելու, էլի մնալու են ԵԱՏՄ-ում, բայց տեսնում եք Եվրոմիությունը ոնց որ թքած ունեն, դու ԵԱՏՄ-ում ես թե չէ, ինքը ասում է, օքեյ, ես քո ապրանքները անվճար ընդունում եմ։ Այսինքն իրանք բռնել են Հայաստանը ու չեն թողում։ Արջի պատմությունն է, ասում է արջ են բռնել, ասում է բեր չի գալիս, ասում է դե դու արի չի թողում։ Հիմա հայերը բռնել են Եվրոպայի ձեռը, ասում է բերեք Եվրոպան Հայաստանը, ասում է չի գալ, դե դու արի, ասում է չի թողում։ Հիմա այդ ձև չունենք։ Իսկ Ռուսաստանում այդ չկա։ Ռուսաստանում դու Վլադիվոստոկից Մոսկվա որ գնաս, Սովետը հետ է եկել 18 օր ես գնում, ինչ ես անում։ Բենզինը ճանապարհին չկա։ Կարող գնաս մնաս տայգայում, արջի փայ։ Կամ կա, բայց 200 ռուբլի է լիտրը։ Լավ, դա Ռուսաստանն էր, մենք մի լավ լուր ունենք, վարկանիշային գործակալություն կամ Moody's-ը, նա փոխել է Հայաստանի Հանրապետության կանխատեսումը, նախկինում կայուն էր գնահատվում, այժմ դրական է գնահատվում։ Դե, օքեյ։ Քանի քո վարկանիշը AAA-ի կամ գոնե AA-ի, դրա մասին խոսել անիմաստ։ Ինքը հիմա BAA է, եթե չեմ սխալվում, որը վատ չի, իրականում լավ է, եթե չեմ սխալվում, Թուրքիայից բարձր ենք վարկանիշը։ Տարածաշրջանում ինձ թվում է բոլորից ենք բարձր։ Այսինքն որքան էլ դժվարություններ, Չէ, դա ուրիշ պատմություն է, տեսեք, դա այդ Moody's-ը, Standard & Poor's-ը եւ այլն, դրանք էլի են վարկանիշներն են, որոնք դու օգտագործում ես, բայց իրանք կարևոր են իհարկե, երբ դու փորձում ես ներդրումային կլիմայի մասին խոսել կամ մեծ ներդրողի մասին ուղիղ արտասահմանյան ներդրում կազմակերպելու համար ներկայացնես, բայց BAA-ը այդ են վարկանիշը չի ելի, որով կարաս գնաս ասես արի։ Որտեղ ինքը առաջ չենք դրել։ Okay, մի քայլ առաջ ենք դրել, բայց այդ բանն ասում է լարյոկ մարյոկն է, էլի։ Միևնույնն է դու հələ այն վիճակում չես, որ ասենք խոշոր կորպորացիաները, ասենք, չգիտեմ, Philips-ը, DuPont-ը կամ բանը իր ոտով սվային պեշկոմ գանդուրը ծեցեն, ասեն եկել ենք։ Չէ, մեկը պետք է գնաս բերես։ Բերելուց էլ պահես։ Բերելուց էլ համապատասխանաբար հա պահես, դրա համար օրինակ պետք է բան անես, հայտնի ամենապարզ բաներից, որոնք որ ոչ բան չի, չգիտեմ, որ գալիս է դու պետք է ասես, որ եղբայր, ես քեզ թուղթ, որ ես մոտակա 10 տարին գինը հոսանքի չեմ փոխելու, ինքը մնալու է, ասենք 10 ցենտ քո համար, չի փոխվելու, այդքան է լինելու։ Ասենք ինչ-որ բաներ անես։ Դրա համար դու պետք է Ռուսաստանից դուրս գաս, այդ ռուսական բանը հանես արանքից, որտեվ դա անկախատեսելի բանակատորն է։ Այդ ամբողջ հարցը, դու չես կարող զարգացնել, դիքոլը որ ասում եք զարգացնենք, զարգացրու տնտեսությունը։ Ոնց ես զարգացնելու, ինքեր քո բաների հիմնական ոլորտների ներդրողների զգալի մասը ռուսական, VTB բանկ ունես։ VTB բանկ ունես, որը Wildberries-ի պատճառով գնաց բանկրոտ, վերջացավ, պրծավ։ VTB բանկ ամենախոշոր բանկերից է Ռուսաստանի, ասենք միակն էր, որը բան չունի, շահույթ չի ցույց տալի։ Հիմա դու ուզում ես ասես, որ քո մոտ, քո երկրում գործում է բանկ, ընդ որում ինքը համակարգային բանկ է, որտեղ օրինակ չգիտեմ, մեռելի փող է տալիս, թոշակ է տալիս, որ բաներ կան, որ VTB-ով են ստիպում, որ գնաս ստանաս։ Էդ էլ ով է ստիպում։ Ինչի ես աշխատում այդ բանկի հետ, որ պահես, չէ իրան, որտեղ պետք է, պայմանագիր ունես, կա շարք ես վերցրե, փող վարչապետները տեն հետները պայմանավորված, փող կապակցված, ոնց ալնում, չգիտեմ, ելնում է, օքեյ, ելնում է, հարց չկա, նստած է այդ բանկը մոտդ։ Դու ուզում ես բերես միջազգային ներդրող, քո բանկային համակարգի ամենաշատ մասնաճյուղ ունեցող բանկերից մեկը, պատժամիջոցների տակ այսօր չէ, վաղը տարակող բանկ է։ Այդ մարդը գալիս ասում է, ինչով ես կայունությունը ապահովում, ինչով ես ապահովել։ Նրանով որ քո սաղ բանկերը Ռուսաստանի հետ աշխատում են։ Հա, որ քո միակ դուրս գալու ճանապարհը Բիզդինա Իվանիշվիլիին պատկանող բանկն է։ Մի պատժամիջոցների տակ գտնվող հիմարներ են։ Ինչն ես զարգացնում, ոնց ես դա անում։ Ինչի քո մոտ չկա նորմալ բանկ դրսի։ Չեն գալի, չէ, որտեղ վարկանիշը այդքան է։ Դու էլ Պուտինի հետ ես խոսում։
Խուժը, Միշուստինի։ Աղոհացով դիմավորել են Նիկոլ Փաշինյանը։ Գնա Կրասնոդարի քաղաքապետի հետ մի հատ բան ունեինք ոչ բարով։ Էկոնոմիկայի նախարար, որ Մոսկվայի մետրոպոլիտենի տնօրենին կանչել էր, բանը սելֆիներ էր անում, տեսեք ով է այդպես խոսում։ Դիբիլ։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Ես եմ։ սոցիոլոգ վերլուծաբան Ես եմ։ Կարեն Սարգսյանի հետ Չվախեք զրույցում։ սաղլավ ալնել, սաղին լարելու ենք, մեր մոտ սաղլավ ալնել։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան այսօրվա զրույցի համար, շնորհակալություն սիրելի բարեկամներ։ Զրույցը վարում էի ես Գայանե Արաքելյանս։ Բարին ձեզ։